Կարծում եմ այստեղ ինչ-որ նորություն ասելու չեմ լինի, եթե ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ընդդիմադիր գործընկերները մեր փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար, ինչը եւ փորձում էին անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին, սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների եւ մնացածի կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից, հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով որպես այդպեսին, ինչա դա իրենից ենթադրում գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են նրանց կողմից տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու ատելության խոսք, չի կարա լինի, որ չհնչի ուղղակի դատապարտում իհարկե ատելության խոսքը, բայց երբ որ մի կողմից ատելության խոսք կա, հնչում մյուս կողմից էլ է հնչելու, դա ուզես թե չուզես, հետո սկսում են ներկայացնել, որ իբր իշխանության կողմից ատելության քարոզը տարվում, այնի չկա նման բան ուղղակի, իրանց երջանկությունը ու իրանց նպատակների գագաթնակետը հետևյալն է, մարգինալացնել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, թե իբր իշխանությունը իրենց նկատմամբ պատելություն է տարածում, ու այդ մարդկանց օգտագործել իշխանության դեմ միտինգների համար, այդ ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա, իսկ ավարտեմ, իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելուն եւ մնացածին, դա բան է, էլի, նախերգանքն է որպես այդպեսին, բան են անում, Լեռնային Ղարաբաղի դրոշով խափում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի Հանրապետության դրոշի փոխարեն։ Գյումրիի ընտրությունները ձեզ վառ օրինակ, որ ընտրության հենց հաջորդ օրը ընդդիմության փառապանց տեխնացուն հայտարարեց, որ այո Հայաստանը Բելարուսի օրինակով պետք է մտնի միութենական պետության կազմ։ Պարոն Ալեքսանյան, ընդդիմությունը ուրիշ բան է ասում, ասում է խաղաղության պայմանագրով դուք փակում եք Արցախի էջը, արդյոք համաձայն եք այս պնդման հետ։ Դե ընդդիմության ֆանտաստիկան է, էլի դա իրականում, իրենք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեն, իրենք Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ստորագրեն, իշխանություններին ասեն, այ դուք փակում եք էջը։ Այդ դուք չէիք փակում, այդ դուք չեք փակել արդեն այդ էջը լուծարման մասին հրամանագրով։ Ասում է լուծարման հրամանագիրը տես թուղթ կա թե չկա։ Այդ հիմա բա որ խոսում եք վաղը դա այդ ձեր խոսածածը կա թե չկա։ Չկա, որտեղ ձեր ոչ մի խոսքը վաղը չկա։ Պարոն Ալեքսանյան, այ դուք ասում եք, որ արցախցիների կողմից ատելության խոսք կա, դրա ի պատասխան նաև իշխանության կողմից կա։ Իշխանության կողմից ես չեմ ասում։ Չէ, օրինակ Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է արցախցիները չեն կռվել, փախել են, ինֆորմացիա են տվել, դրանից ավելի ուժեղ ատելության խոսքը ո՞րն է։ Ես ճիշտն ասած չեմ լսել պարոն Սուքիասյանի խոսքը, բայց դե հիմա կներեք, երբ որ ասում են, որ գեներացվում է Լեռնային Ղարաբաղի որոշ ռադիկալ հայացքներով քաղաքացիներին այնպիսի վերնագրերով լրատվականների հարցազրույցներ ու մնացած են գեներացում, որ դրան ի պատասխան իշխանության կողմից չէ, ոչ իշխանության կողմից, այլ հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների կողմից։ Չէ, հիմա օրինակ երեք տրիբուն, երեք անցած Լեռնբանի օրը ընդդիմադիր ակցիայի օրը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Լեռնային Ղարաբաղի ակտիվիստը ասում է գնացեք, չեմ ուզում ինձ լուսաբանել։ Ընդդիմադիր լրատվականի լրագրողը շատ հայտնի է դեպ, ասում է, այս մեր հայրենիքն է, չեք կարա քշեք մեզտեղից։ Այսինքն չի ասում մեր հայրենիքն էլ է, իմ ու քո հայրենիքն, ասում է մեր հայրենիքն է, չեք կարա քշեք։ Այդ բաժանարար գիծ չի, այդ արցախատյացություն չի, այդ ատելության խոսք չի։ Պատկերացնում եք նման բան ասեր որևէ պրոիշխանական հայացքներ ունեցող կայք։ Կսպանի, օրինակ, խոսնակ է եմը, ոմն է, այդ ինչ լրատվական է։ Խաչատուր Սուքիասյանն է, ասում է Իրանը չի։ Ես Եվրոմեդիան ունենա։ Արման Վարդանյանով է։ Աջակցող հայտարարություններով գալիս այդ լրատվամիջոցը եւ հրապարակում է մի կնոջ հարցազրույց, որտեղ ասում է Գյուլերն է։ Իշխանական լրատվամիջոցը ո՞րն է։ Իշխանակ դուք 24 մյուս լրատվ։ Տեսեք, դուք 24 մյուս լրատվականից։ Ձեր լրատվականը օրը 40 անգամ ենթադրաբար, տենց մոտավոր թիվ եմ ասում, կեղծ վերնագրեր է դնում մարդկանց խոսքերին։ Օրինակ, դնում եք, ես ձեզ կարամ հենց հիմա 5 հատ օրինակ ցույց տամ։ Մարդը, չէ, դուր չգալը ո՞րն է, դուք ինձ օրինակ վերագրում եք բաներ, որոնք ես չեմ ասել։ Դուք իմ խոսքին տալիս եք ուրիշ վերնագիր, որը ես երբեք չեմ ասել։
արտահայտությունները ձևափոխում եք ու տենց դնում եք։ Հիմա ինչքանով է կարող եք ներկայացնել մշտապես ներկայացրել են, բայց չի ուղղվում, դա որովհետև դա լրատվական քաղաքականություն է, կեղծել։ Այդ է անդիմադիր լրատվականների մի շատ մեծ մասի քաղաքականություն։ պետք է բոլորին հողի Իհարկե նորմալ չի, խստորեն դա ինձ իհարկե նորմալ չի, բայց գիտեք խնդիրը որն է, որ դուք օրինակ ձեր լրատվականը, մյուս լրատվականը, Եվրոմեդիան, մյուսը, գնում եք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ռադիկալ հայացքներ ունեցող մարդկանց խոսացնում եք, նրանցից ստանում եք երեխեքին թաղեմ, կնոջը թաղեմ, ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան հանեմ, նմանատիպ վերնագրեր, հետո չէ մի վարքյան էլի կթողեք ավարտել։ Հետո երբ որ այդ լրատվա այդ բաներին, մեկնաբանություններին, այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից, սկսում եք միակողմանիորեն այն մարդկանց ես քննադատում եմ, միանում եմ ձեր քննադատությանը, բայց երբ որ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումը հենց այն է, ինչը որ ընդդիմությունը ուզում է, այդ հենց այն է, ինչը փորձում է ստանալ։ Պետք է երկկողմանիորեն կոչ անել, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին ակցիաների մասնակցող, որ չդառնալ ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտանքները, եւ թե մեր քաղաքացիներին ուղղակի բացատրել, որ այս մարդկանց ընդդիմությունը ընդամենը փորձում է օգտագործել սեփական շահերի համար։ Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, դուք էլի ներկայացնում եք 24 նյուս լրատվական։ Մի վարք է։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ ակցիա էին անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց ամենաերևացող դեմքերը առավոտից երեկո քննադատում են նաև մեզ, լավ են անում իրանց իրավունքն։ Դուք այդ մարդկանց մասին ինչա թե ձեր լրատվականի քաղաքական գիծը չեն կիսում, այդ մարդկանց մասին վերնագրերը դնելուց նիկոլական, ԿՊԱ-ական, պրոիշխանական եւ այլն, այդպես եք դրել վերնագրերը, ինչա ձեր օրակարգը չեն կիսում։ Հիմա ինձ եք ասում, որ այս մարդիկ սենց կամենեն, ուրեմն այս դուք եք այդպես անում, ժողովուրդ ջան։ իշխանական արցախցիների Բայց իրենք պրոիշխանական չեն, ձեր նշած մարդիկ Facebook-յան էջերը մտել։ Բայց առավել հանդուրժում մարդ տեսած կա։ Պետք է համեմատել։ Այսքան ընդդիմությունը պետք է քննադատությանը միշտ կողմեմ, միշտ ցանկացած տեսակի քննադատություն վարչապետի Չէ, չպետք է պատրաստ լինեմ։ Չէ, ես չպետք է ատելության ես չպետք է ատելության խոսքի պատրաստ լինեմ, ոչ մի մարդը չպետք է ատելության խոսքի պատրաստ լինի, երբ որ վարչապետի անչափահաս երեխաների նկատմամբ, իշխանության ընտրած 680,000 քաղաքացիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, բռնության կոչեր են հնչում, պետք չի դրան պատրաստ լինել, պետք է դրան հակադարձել։ Պետք է դրան հակադարձել սաստման խոսքերով եւ ոչ թե ատելության խոսքով։ Բազմիցս բռնության կոչ է հնչեցրել, դա ինչու հակառակ բացել։ Օրինակ որ ասում են ընդդիմությանը կտանք բորձուր լիզել, պատերով կոնկրետ դեպքերով ասել, պատկերավոր ներկայացրել է այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, օրինակ ոչ, կոնկրետ իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կատարվում են կոնկրետ ոստիկանական գործողություններ, որոնց մեջ կա նաև ֆիզիկական ուժի կիրառության հատված։ Հիմա այն խոսնակեեմ լրատվականով ինձ եք խոսնակեեմից հարց տալի, եք ինձ խոսնակեեմից իշխանության ներկայացուցիչ եմ ձեզ ասում։ Իշխանության ներկայացուցիչ ձեր համակիրը ասում է արցախցիներին պետք է բոլորին սպանել։ Ժողովուրդ ջան, ձեր համակիրները, ավելին ասեմ, ձեր քաղաքական դաշտի կրողները օրինակ, ձեր լրատվական մեդիայի կրողներից մեկը TV5-ի գլխավոր խմբագիրը ժամանակին ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Ես հիմա ձեզ դնեմ նույնացնեմ, ասեմ դուք հոկտեմբերի 27-ի գործով անցած մարդ եք։ Բա ես ինչ կապ ունեմ խոսնակեեմ լրատվական իշխանության ներկայացուցիչ, ասում եմ ձեր համակիրներն են ասում։ Ձեր համակիրները, մենք 680,000 եւ ավել համակիր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ Եվրոմեդիայի եմիլ բանն է։ Չէ, բայց հասկանում եք հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ամենապրոռուսական ուժերը ստեղծել են Եվրոմեդիա անունով լրատվական ալիք, այդ լրատվականի ալիքին էլ պետք է կարծում եմ խոսույթին ու առհասարակ քաղաքական գնահատականներին է պետք է վերաբերվել ճիշտ նույն կերպ։ Հիմա որ ասում եք ովքեր են գալիս։ Դուք դեմ եք մամուլի բազմազանությանը։ Լրիվ կողմ եմ։ Հատկապես ֆանտաստիկ եմ համարում, որ պրոռուսական ուժերը ստեղծում են Եվրոմեդիա անունով հեռուստաալիք։ Ֆանտաստիկա է։ Պարոն Ալեքսանյան։ Չեմ քննադատում, էլի փաստն եմ արձանագրում։ Դուք այդ ոնց որոշեցիք, որ պրոռուսական ուժերն են ստեղծել։ Ես ասում եմ Արման Վարդանյանն է ստեղծել։ Եվ նա հանդիսանում է շարունակեք միտք։ Դուք ասեք։ Դուք ուզում եք բոլորը հմեք լինեն այս երկրում, բոլորը հայ Չէ, լուծի ցավոք սրտի բոլորի պրոֆեսիոնալիզմը չի ների հմեք լինեն այս երկրում, բայց այնուամենայնիվ։ Ձեր պատկերացումը դա է, պարոն Չէ, դե ես, չէ, լավ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ
փոքրինչ բան նկատի ունեն։ Սա գուցե լավ կներեք sense ձևակերպեմ հարցը։ Օրինակ հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող մագլցել այն անմատչելի գագաթը, որը սահմանել են Եվրոմեդիա լրատվականը, լրագրող Սյուզի Բադոյանը, հրապարակ լրատվականը եւ մնացածը։ Բայց ինչով է թիրախավորում, ասում եմ, նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ով է։ Ասա, հիմա ապօրինի Բաքվում գտնվում է, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ մեկը չի լուսաբանում։ Ձեր հեգնանք ամենևին տեղին չի Դե որովհետև այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ, էլի հանրությանը առհասարակ եթերա տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, մեկ ընդհանրապես չի լուսաբանում։ Պարոն Ալեքսանյան, ներողություն ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանափոխությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա ընդդիմության ընկալումն է այդ մարդկանց Բայց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Դա էլ ասեմ։ Ամոթ իրենց։ Հիմա տեսեք։ Համաձայն եմ, ամոթ իրենց։ Հիմա երբ որ վարչապետը անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում, ինքը իր բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքն է հնչեցնում այդ դուք էլի հայ ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։ Պարոն Ալեքսանյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ, ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն որ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսանյան, Ստալինապաշտ տերտերը օրինակ դա ինչ արտահայտություն։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Բայց տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի Տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, մյուսները հոգևորականներ են։ Տերտեր, բառը Տերերի տեր։ տերտեր բառը հայերենում օգտագործվում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսք է, դա էլի գնահատական ինչ ասում։ Տերտերը Դե Ստալինապաշտ, որտեղ պաշտում է ակնհայտորեն Ստալինին ու դրա մասին ելույթ է ունենում։ Ալեքսանյան, եւ մի ճշտում եմ, էլի բոլորս գիտենք Ստալինի վերաբերմունքը, խոսքի ազատությունը դրա մասին ես խոսել անմստեղել է ժամանակներում եւ այն ժամանակներում մամուլի ազատության այս պայմաններում խոսել Ստալինի մասին ինչքան է ճիշտ։ Դե դա հասկանում եք, դա իրանց բանն է, էլի։ Իրանց երազանքն է, նրանք ինչ են անում, փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այսինքն, այն որ տենց
ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են, այդպես մաքսիմալ ընդդիմադիր լրատվականների քանակ են ապահովում, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, հետո ինչի համար են դա անում, որպեսզի հետագայում, երբ որ իրանք կարողանան ինչ-որ իրանց երազներում էլի հաստատել բռնատիրական կարգերը, արգել են բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն օրինակ իրանց նկատմամբ, բայց շատ ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մամուլի ազատությունը ընդգծելու համար հիշատակվում է Ստալինի օրոք տեղի ունեցածը, պարոն Ալեքսանյան։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում մամուլը այնքան ազատ չի եղել, ինչքան հիմա։ Ու դա փաստա անվիճելի ուղղակի, անառարկելու անվիճելի։ Ստալինից հետ համեմատ Ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած օրվա, ցանկացած ժամի հետ համեմատ։ Ցանկացած, առանց բացառության։ Ազգային ժողովի ամբիոնից թիրախավորում եք լրատվամիջոցներին։ Որ լրատվամիջոցներին։ Չեք հիշում ձեր կես ժամ առաջ մի Չէ, ինչով ենք, թե ինչով ենք։ Դուք ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցաք, թիրախավորեցիք մեդիա դաշտին։ Ինչով, որ մեդիա դաշտին, որն էր օդից կախված։ Դե, երբ որ դուք ասում եք սևով աշխատավարձ են ստանում, կամ դուք արդեն հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել։ Հանցագործության մասին հաղորդում չէ, բայց կոնկրետ տեղեկատվություն փոխանցեցի, նաև կոչ արեցի, որպեսզի ստուգումներ լինեն։ Դուք անուղղակի թիրախավորեցիք, հիմա լրատվամիջոցներն, պարոն Ալեքսանյան, շատ բարձր եմ ասում։ Եվ որ դուք անհասցե նման հայտարարություններ եք անում, կներեք։ Դուք այսքան ձեզ թվում է, որ պետք է ընդդիմադիր լրատվականները ամենավերջի հայհոյանքը, ամենավերջի զրպարտությունը, բառի ուղիղ իմաստով հայհոյանքը, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանքը տպագրեն ու դրա մասին ասենք խոսակցություն չլինի, ասենք դրան ի պատասխան խոսակցություն չլինի։ Ձեզ իրոք թվում է, որ պետք է ընդդիմադիր դրա մասին պատասխանը անհասցե հայտարարությունն է ամբողջ դաշտին թիրախավորելով։ Ձեզ թվում է, որ պետք է, նորից եմ ասում, ուղիղ, բառի ամենաուղիղ իմաստով հայհոյանք գրեն, տպեն, լուսաբանեն ընդդիմադիր լրատվամիջոցները։ Դուք եք այլ բանի մասին խոսում։ Ես խոսում եմ թիրախավորում եք ամբողջ։ Ես ամբողջին չեմ։ Չկնեք, երբ որ դուք ասում եք սևով ակնհայտա որ ֆակտորը Կիրակոսյանը սևով է ստանում։ Նարեկ Կիրակոսյանը ֆակտոր EM-ը ես վստահ եմ, որ սևով չի ստանում։ Ես որպես օրինակ բերեցի, բայց ես վստահ եմ, որ դուք ինձնից լավ գիտեք, թե որ լրատվականներում են սևով ստանում։ Ես շատ բան գիտեմ, իշխանության մասին էլ շատ բան։ Ասեք, ասում եք ամեն օր, լավ եք անում իդեպ, որ ասում եք, ինչ գիտեք, ասեք, ես ձեզ հորդորում եմ, ինչ գիտեք օրենքի հետ ենթադրաբար խնդիր ունեցող, անպայման ասեք ամենօրյա ռեժիմով ասեք, բայց դա չի նշանակում, որ պետք չէ ասել բաներ, որոնց մասին բոլորս գիտենք, ու դուք ինձնից լավ գիտեք։ Դուք ինձնից լավ գիտեք, քանի ընդդիմադիր լրատվական իշխանությանը, այսինքն դրա մասին պետք է հիշել, երբ հայհոյում իշխանությանը։ Միշտ են հայհոյում իշխանությանը, ինչ որ պահի պետք է ասել դրա մասին։ Ինչի՞ք հայհոյում ժամանակին իշխանությանը։ Ես լրատվամիջոցի ներկայացուցիչ երբեք չեմ եղել։ Եթե ընդդիմադիր եք եղել, ուրեմն կարող եք հայհոյել, լրատվամիջոցները չեն կարող կամ Դե կարող են, հիմա էսա, դե ձեր մոտեցումը այնա, որ կարող են լրատվամիջոցները հայհոյել, ես էլ դրա հետ համաձայն չեմ, Կորյուն ջան։ Չեմ պաշտպանում, պարոն Ալեքսանյան, ես ասում դուք կարող եք, չեն կարող։ Հանդուրժող լինեք, շատ մի կենտրոնացեք։ Կորյուն ջան, չեմ լինելու հանդուրժող։ Այսինքն ձեզ թվում է աշխատանքից կախված են, հայ, այսինքն ձեզ թվում է քեշ փողը դնում են ջեբները, բայց իրանք սպասում են, այ, բայց սպասի ճիշտ է, իհարկե այս մեկը փողը տվել է, Սերժը տվել է, Քոչյանը տվել է, բայց չէ, մի վարքյան մի հատ նայեմ տենամ իշխանությունը ոնց աշխատեց, այ վատ աշխատեց, այ սպասի հայհոյի։ Ձեզ իրոք թվում է տենց է։ Փողով է հայհոյում, դες անկեղծ հայհոյողներ չկան, այսպես ասեմ։ Այդ չարց եք տալի Դե ասեմ։ հիմա իշխանությունը Ձեզ օրինակ ձեզ թվում է դուք հիմա որ հրապարակ օրաթերթում աշխատել եք, հիմա այս բանում լրատվականում աշխատում եք, ձեզ հեչ հայհոյում են, օրինակ այս հարցը ձեզ դուր գալիս, այս հարցը ձեզ դուր գալիս։ Չի բացառում, որ ինչ-որ մեկի հարցի համար, օրինակ ձեր աջակիցներից մեկի հարցի համար հորդորում են, որ չհայհոյեն ձեզ։ Հորդորում են, որ ձեզ ու ձեր լրատվականին չհայհոյեն։ 18 թվականին պետք է Նիկոլ Փաշինյանը այդ հորդորը հնչեցներ, երբ որ ատելության այսպես Նարեկ, ինձ մեկ-մեկ թվում է դու իրոք չես կարդում լրատվական դաշտ, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ-մեկ թվում է դու չես կարդում։ Որտեվ ուղղակի եթե կարդակ ամենօրյա ռեժիմով տենակ ընդեղ ինչա տպագրվում, ուղղակի բան կանեք, էլի այս հարցերը ինձ մեծ հաշվով չեք տակ, ասեք եք այդքան փափուկ խոսում պարոն Ալեքսյան, ընդդիմադիր լրատվականների մասին։ Նորից եմ ասում, նողկալի վիճակ է, ժողովուրդ ջան, աննորմալ վիճակ։ Պարոն Ալեքսանյան, ինչու եք այսքան փափուկ խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների մասին։ Դիմակավորված ԱԱՑ-ականների ուղարկեք, թող ամեն ինչ ջարդի։ Դե դա մեր գործը։ Լավ է այսպես։ Չէ, դա մեր գործելավոճը չի, Նարեկ ջան։ Տենց իդեպ ես ձեզ ասեմ, քաղաքացիներից
ստացվող բողոքների երևի մի 60-70%-ը այս իր մեջ պարունակում է մշտապես։ Մենք է բացատրում ենք, որ չէ, դա մեր գործելավոճը չի, ամեն դեպքում մենք ժողովրդավարական արժեքների կրողներ ենք։ Իսկ իշխանությունը փող չի դնում մեդիայի մեջ։ Հեմեկ են 7 քանի միլիարդը, որ պետ բյուջեից տալիս են, դա մի կողմ։ Գոնե դա օրենքով իմանում են։ Դա իշխանությունը էլ փող չի դնում մեդիայի։ Որ մեդիայի նկատի։ Հարցնում եմ, փող չի։ Տեսեք, օրինակ մեր կուսակցությունը ունի լրատվամիջոց, որի մասին բոլորդ գիտեք, ինչ արվում է թափանցիկ եղանակով կուսակցության հանգանակություններից գոյացող գումարները, օրինական ձևով հարցումներով ուղարկում եք, ասում եք որտեղից կուսակցությանը փող, կուսակցություն անուր բյուջեն լրատվամիջոցի։ Չեմ կարող կոնկրետ ասել, կարծում հարցում որ ուղարկեք կարող է իմանալ, չգիտեմ դա էլի հաշվապահությունը ձեզ ավելի կոնկրետ կասի, բայց ցանկացած լումա այնտեղ ներդրվում է օրինական թափանցիկ միջոցներից, ինչը շատ նորմալ է իմ ընկալմամբ։ Միջոցն է դե պատելության խոս տարածում, պարոն Ալեքսյան։ Ինչ ատելության խոսք։ Ղարաբաղի ջարդարարները այսպեսի ձևակերպումներով։ Չէ, մի վարքան, հիմա անցած օրը, այդ որ ասում եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ միջադեպ, այդ միջադեպի ժամանակ տեղի ունեցան որոշակի դեպքեր ու դրանցից հետո ընդդիմադիր լրատվականներում տպվեցին հետևյալ վերնագրերը. Արցախցի ակտիվիստների լկտի արցախցի պրոիշխանական ակտիվիստների լկտի պահվածքը, քանիսը բան արեցիք։ Ես չեմ հանդիպել, խոսե եթե տեսնեին, ինձ է քննադատել։ Շատ լավ։ Դե շատ լավ, ընդդիմադիր լրատվականներում, հիմա կոնկրետ այս բանին չեմ հիշ։ Դե հիմա նկատի ունեմ, որտեվ երկակի ստանդարտները, ժողովուրդ ջան, երկակի ստանդարտները երբեք լավ բանի չեն բերել։ Գիտեք ո՞րն է, պարոն Ալեքսանյան, որ դուք ասում եք կոնկրետ ձեզ ասում է այսպիսի վերնագիր եղել ջարդարար Ղարաբաղցիները ու ես դա հիշում եմ օպերայում ինչ որ մի հատ իրադարձության հետ կապված Դուք դա հիշում եք, Նարեկ ջան, շատ լավ հիշում եք, միանշանակ հիշում եք, Ինչ եմ սա ասում, որտեղ դուք իշխանության ներկայացուցիչ եք, ձեր մասով պետք է խնդրահարույց արտալ, ընդդիմությանը պետք է իրենց ներ։ Բայց դուք տալիս եք ընդդիմություն։ Ձեր գործընկերոջը լրագրողի, ձեր գործընկեր լրագրողի Անդիմադիր падգամավորի օգնականը խփեց։ Ուղիղ իմաստով խփեց։ Այո։ Ու դրանից հետո այդ падգամավորի օգնականի ատելության խոսք պարունակող տարատեսակ գրառումները ձեր կայքերում տեղադրում եք, ժողովուրդ ջան։ Դե հիմա այդ բանը էլի, էդ էլա ցուցիչ, այսինքն մեծ հաշվով բանի հարցը, հասկանում եք, էդ էլա Սերժենի հարցը էլի լրատվական մեծ հաշվով։ Լևոն Քոչարյանի օգնականը նոր էլ լսել, որ Գյումրիում ընդունված է այդ տարածքին նման կերպ ասել։ Բայց իմ հարցը հետեւյալն է։ Պարոն Ալեքսանյան, երբ որ ձեզ կոնկրետ խնդիր է ասվում։ Ջեմա իշխանությանը անդադ մեղադրում եք մամուլի նկատմամբ։ Երբևէ լսել եք իշխանական падգամավորի օգնականը կամ իշխանական падգամավորը լրագրողի հարվածի, ժողովուրդ։ Վիլեն Գաբրիելն հայոյում էր բացահայտ։ Դե Վիլեն Գաբրիելյանը դրա համար, Վիլեն Գաբրիելյանը իպատիվ իրեն, դրա համար։ Իպատիվ իրեն։ Հայոյելը չեմ անդադել նկատի։ Ստանձնեց իր արածի պատասխանատվությունը, չէ, օրինակ իսկ գնացել եք, օրինակ հարցրել եք ինչ որ ընդդիմադիր падգամավորներին ինչ են պատրաստում անել իրենց այն օգնականի հետ, որը լրագրողի հարվածել չեք հարցրել։ Ինչի չեք հարցրել։ Ինչ արեց։ Հայաստան դատը գնում է կարծեմ, բայց ինչ չեք արել, ժողովուրդ ջան, ինչ չեք արել։ Ինչի չեք արել ու եկել եք ինձ։ Պարոն Ալեքսանյան, ինչ եք բանել ենք դա։ Դե բայց Ժորժ ջան, ինչ եք արտանում, մենք պետք է իշխանության ներկայացուցիչին տանք իրենց հետ կապված հարցեր եւ թույլ տվեք իմ հարցը։ Դե հա, իշխանության ներկայացուցիչներին տվեք, ես երբեք ձեր հարցերը չեմ խոսում, ես խոսում եմ ձեր միակողմանիությունից, ժողովուրդ ջան։ Իմ հարցը սկսեմ, բայց թույլ չեք տալիս, ավարտեմ։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ դեպք է ասվում, որ նման խնդրահարույց վերնագիր եղել, բայց դուք փոխանակ դրան հիմնավորեք կամ ասեք, օքեյ, սխալ եղել, դուք ասում եք, այ տեսեք, տրիբունում, 24 նյուզում, ֆլանում, ֆստանում էլ նման բան կա, բայց ինչու է ձեր արձագանքը, այն որ ուրիշ տեղեր կա։ Կներեք, նախ գիտեք ինչ է իմ արձագանքը դրան, որովհետև ձեր նշած օրինակից հետո լրատվականը իր սխալը ընդունել է։ Այն մնացած տեղերը երբեք իրանց սխալը չեն ընդունել, Նարեկ ջան։ Ու ձեր նշած դեպքից հետո միած sense կոնկրետ ատելության արշավա սկսվել այդ լրատվականի նկատմամբ։ Իսկ մնացած լրատվականների նկատմամբ կես ծպտուն անգամ չկա, Նարեկ ջան։ Այ հենց դրա համար է, այ դրա մասին է իմ ասածը, ժողովուրդ ջան։ Շարունակում է Սիվիկեյանը։ Ինչ արել օրինակ։ Էլ իր բաներով, հրապարակումներով, հիմա Դավիթ Լևոնյանի օրինակն եք բերում, ասում էր, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանից ռուբլով փող է ստանում։ ԱԱՑ-ն պարզեց, որ նման բան չկա։ Դա հիմա ոնց հայտարարություն տարածեց, որ նա գործակալ չի ռուսական։ ԱԱՑ-ն տեղեկացրեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, ինչեև նորմալ է, որովհետև ԱԱՑ-ն ռուսական KGB-ի բոլոր գործակալների տվյալներին չի տիրապետում։
Դուք համարում եք, որ նա Ես ինչ համարում եմ, ինչ չեմ համարում, դա իմ համարելիքն է, բայց դուք պնդում եք անում նորից խեղաթյուրված։ Դուք հիմա ԱԱՑ-ն չի ասում, ԱԱՑ-ն ասում է ես նման տեղեկություն չունեմ, ինչը եւ տրամաբանական է, ԱԱՑ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴՑ-ի բոլոր գործակալների տվյալները։ Չի կարող ունենալ CVKM-ը կարող է ունենալ այդ տվյալները։ Ես չգիտեմ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց դուք նորից իրականության հետ չհամընկնող պնդում արեցիք, ասիք ԱԱՑ-ն ասում է չի եղել այդպես։ ԱԱՑ-ն որ չունի նման Դե հանրության համար որն է ավելի վստահելի, նայեք Բագրատ Գալստանյանի միտինգներին քաղաքացիների մասնակցությունը կտենաք հանրության համար, որն է ավելի վստահելի։